Տոնածառը պարզապես զարդ չէ, այն գալիս է հին հեթանոսական ժամանակներից, որպես կյանքի ծառ, կապող կամուրջ մարդու, երկրի ու անտեսանելի աշխարհի միջև։ Քրիստոնեության մեջ այն նույնպես լույսի ու աստվածային օրհնության նշան դարձավ, չկորցնելով իր մոգական ուժը։ Լավ կլինի բնական ծառ չբերել տուն։ Կտրած ծառը կորցնում է կենդանի դաշտը։ Բնական ծառը թող մնա իր տեղում, բնության մեջ։ Ավելի մաքուր էներգիա ունեն արհեստական ծառերն ու փոքր բնական ճյուղերը, քանի որ տարիների ընթացքում դրանք դառնում են տանկ հոտ թալիսմանները։ Ուժեղ ազդեցություն ունի նաև թե որտեղ է դնում ծառը։ Հյուսիս արևելք ֆինանսներ, արևելք ընտանիքի ուժ, հարավ հաջողություն։ Խաղալիքների գույները եւս կարևոր են։ Ոսկեգույնը փողի հոսքեր, կարմիրը սերն ու կենսունակություն, կանաչը առողջություն, սպիտակը խաղաղություն։ Առաջին խաղալիքը կախիր աջ ձեռքով ու մտքում ասա տարվա քո նպատակը։ Լույսերը պետք է միացնել վերջում, երբ դրանք վառվում են, էներգիան սկսում է շարժվել։ Տոնածառը դնելու օրը անպայման նվիրատվություն արա բնությանը եւ դրսի կենդանիներին։ Սա էներգետիկ փոխհատուցում է, որը բացում է հաջողության հոսքերը։ Վերջում ափդ պահիր գագաթին ու ասա. այս ծառը բացում է իմ դամբախտը, լույսն ու հաջողությունը։ Ահա եւ վերջ, ամանորյա հրաշքի քո բաժինը այս տարի եւս կատարեցիր։